Ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ավականու արտահերտ ընտրությանը և մերժել ուրացողների դաշինքին։ Մենք ընտրողներին առաջարկում ենք քաղաքական մոտեցումներ և ծրագրային մոտեցումներ։ Սրանք ի հակադրություն մեզ կեղծ քրեական գործեր են կատարում։ Մենք ակնկալում ենք վաղաշաբաթցիների ակտիվ մասնակցությունը և նրանց օգնությամբ հուսով ենք, որ պատմության աղբանոց ենք ուղարկելու քաղաքացիական պայմանագրին և նրան կցվածներին։ Ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Նախ թաքնվել է, չի մասնակցում ընտրություններին, որովհետև ասելիք չունի, արածը ցույց տալու բան չունի, որովհետև հասկանում են, որ իրենք գերցածր վարկանիշ ունեն։ Փորձել են դիմել աշխարհայության։ Խոյ համայնքը գողացել են խոյի բնակիչներից, գործնականում լուծարել են խոյ համայնքը և արհեստականորեն միացել են վաղաշաբաթին այն հաշվարկով, որ իբր խոյից կարողանալու են մեծ ձայներ կողզել և իրենց ցածր վարկանիշը էջնացնում դրանով կոմպենսացնել։ Այս մեր բոլոր հանդիպումները խոյ համայնքի արդեն 16 գյուղերում մնացել է 2-ը, դա էլ վաղը կանեն։ Խոյ համայնքի գյուղերով անցել ենք և արձանագրել ենք, որ ԿՊ-ն մերժված է ոչ միայն էջնացնում, այլ նաև խոյ համայնքում։ Իրենք շատ լավ գիտեն իրենց ցածր վարկանիշի մասին։ Այն թեկնածուն, ում իրենք առաջադրել են, ուրացել է սեփական հոր անցած ուղին և միացել է մյուս ուրացողին, ով ուրացել է սեփական եղբոր անցած ուղին։ Մենք կարծում ենք, որ Արագածի բնակիչները, Արագածի ընտրողները իրենց հուշք ու պատասխանը կտան ուրացողների դաշինքին, որովհետև չի կարելի ուրանալ սեփական հոր անցած ուղին ու համարել, որ Արցախը թոք է եղել Հայաստանի վզին։ Իրականում քաղաքացիական պայմանագիրն է թոք Հայաստանի վզին։ Դա թուրք ադրբեջանական թոք է, դա թոք է Արագածի բնակիչների վզին, որոնք կերակրում են հարկերով, տունքերով և մնացած կոռուպցիոն դրսևորումներով։ Մենք համոզված ենք, որ Արագածի ժողովուրդը արժանապատիվ քվեարկություն է իրականացնելու և մերժելու է սեփական հոր անցած ուղին մերժող թեկնածուին։ Եթե մարդը սեփական հոր անցած ուղին է ուրանում, ուրեմն կուրանա համայնքը, հայրենիքը, հայությանը։ Մենք Մայր Հայաստանն ենք և այս ընտրություններին մասնակցում ենք ծրագրային լուրջ հիմքով, քաղաքական հզոր թիմով և այն գաղափարախոսությամբ, որը հանուն մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու է, հանուն մեր պետության է, հանուն մեր համայնքի է։ Մայր Հայաստան, համար 4!